երկրորդ անգամ ենք սկսվում, հասկացա, որ հուզվում եմ։ Ամուսինս էլ ասում է, ինչ ես հուզում, ամբողջ օրը վլոգ ես նկարում, սա մի տեսակ տարբեր է, սրա պատասխանատվությունն ուրիշ է։ Հետո թխվածքաբլիթ բառը այնքան չեմ ասել, որ լեզուս չէր պտտվում։ Ինչ ենք թխելու։ Շոկոլադի կաթիլներով թխվածքաբլիթներ։ Տղայիս սիրած թխվածքաբլիթներն են, այնքան եմ պատրաստել, որ բոլորս անգիր ենք արել մի տեսակ, բայց բաղադրատոմսը ասել չեմ կարող, սկսում եմ պատրաստել, նոր վերհիշում եմ։ Հիմա իրեն խնդրել եմ այսօր ինքը օգնի, երկուսով արագ-արագ կպատրաստենք, կանցնենք առաջ։ Արմակ ջան, միացար։ Ինչ է պետք։ Բաժակը ով է տարել սրա մեջի։ Լիլիթ, Լուսին։ Հենա։ Ով է եկել որոշել բաներ անի։ Okay, գտա։ Սիրուն հավասար շարել էի, դրել էի, ինչ-որ մեկը որոշել է տեղափոխումներ անի։ Ինչ է մեզ պետք։ Առնակա պետք, որ խառնի, ասել եմ, չէ, մերոնք խառնելից լավ են։ Ալյուր է պետք, 2 բաժակ ու 1/4 բաժակ ալյուր է պետք, բաժակի չափը 250 ml-ն է, միշտ նույն չափն է լինելու։ Դա ալյուրը։ Okay, գիտես ինչ ես անում, հիմա չորերը կխառնենք, նախ պատրաստ լինի։ 2 բաժակ, բաժակը մինչև ստեղ ես լցնում, ես մի քիչ ավել է։ 2 հատ դրանից, մի հատ սրանից, ալյուրը կլցնես։ Կարակ է պետք, 220 գրամ կարակ եմ դնում, 2 ձու է պետք, երկուսն էլ սենյակային ջերմաստիճանի պարտադիր։ Շագանակագույն շաքարավազ է պետք։ Չենք փոխարինում ուրիշ շաքարավազով, համը լրիվ կփոխվի, ուրիշ տեսակի բան կլինի։ Կես բաժակ լավ սեղմած սրանից է պետք, կես բաժակ էլ սովորական սպիտակ շաքարավազ է պետք։ Փխրեցուցիչը, մի լավ թեյի գթալ փխրեցուցիչ եմ դնում, մի թեյի գթալ սոդա եմ ավելացնում, վանիլայի էքստրակտ եմ դնում։ Ուրեմն Օսլան ես եմ ավելացրել, սա գիտեք ինչ բաղադրատոմս էր, հարիչի հետ գրքեր են գալիս, տարբեր բաղադրատոմսներ կա մեջը գրած, վերափոխել եմ, Օսլա եմ ավելացրել, ավելի փխրուն է դառնում, մի քիչ ռոմ եմ դնում, ավելի շոկոլադի համը ընդգծում է, մի քիչ էլ կակաո եմ դնում, սա հազվադեպ եմ դնում, տարբերակ է, միշտ չենք դնում, չէ, սրան կակաո միշտ չենք դնում, շատ շոկոլադ սիրողների համար, մոտավորապես կես բաժակից մի քիչ պակաս կակաո եմ խառնում չորերի հետ։ Խառնենք, շոկոլադի գույն ունենա շատ ու թանձր լինի շոկոլադը։ Ինչ որ ասեմ, ավելի շոկոլադային են լինում, եթե այդքան չեք սիրում շոկոլադային, կակաոն մի կողմ եք թողնում, ավելացրած է դա։ Ու իհարկե շոկոլադի կաթիլներ է պետք, համարյա 170-ից 200 գրամ, այս սրանք են, հատուկ թխվելու համար։ Հա, դրանցից է պետք մի քանի հատը այն կողմ եք դնում, որ վրան ավելի գեղեցիկ է լինում, որ վրան այդպես կաթիլները հենց սիրուն շարում եք, բայց մեջն էլ եք դնելու։ Աղա պարտադիր։ Մի կես թեյ գթալից մի քիչ պակաս էլ աղ եմ դնում։ Բան չենք մոռացել, չէ։ Հիմա ինչ ենք անում, նախ չորերն ենք խառնում, ալյուրը, ինչ որ ասացի, Օսլան կրախմալն է, ու մնացածը մի հատ կավելացնես այն հարիչով։ Չէ, երեխան դիր գործի գնա հետևից, ճաշի գտալ, սրանը չասեցի, չէ, ճաշի գտալ Օսլա ես դնում, վայ ես մի քիչ թափ դուր։ Օսլան կդնես, մի թեյ գտալ թիսպունը գտի, մի թեյ գտալ սրանցից, այս երկուսից էլ կդնես, կարակն եմ հարում շաքարավազների հետ։ Մի 2-3 րոպե։ Շաքարավազների հետ կարակը կհարեմ, ձուն կավելացնեմ, վանիլը կավելացնեմ, մնացածը ինչ որ նշել էի, կխառնենք իրար պատրաստ է։ Շաքարավազը 2-3 րոպե կհարեք, հիմա ռոմն էլ եմ ձվի վրա ավելացնում, մոտավորապես 2 ճաշի գթալ ռոմ եմ դնում, որ պարտադիր չէ։ Հիմա ձուն էլ սրանով կավելացնեմ տղես ու խառնեմ։
այնքան շոկ է, կարող քնենց ուժեղ է հարվել։ Վանիլն էլ մոտավորապես մի թեյ գտալ վանիլ եմ ավելացնում, սա սուրը էքստրակտն է, դրա համար մի քիչ բավական է։ Հիմա սա էլ ավելացնում եմ, խառնում ես ու չորերն ենք ավելացնում ու վերջացրեցինք։ Սրանք առնում ենք ջեռոցը 180-ից 190 աստիճան, մեզ մոտ 375 Ֆարենհայտով է, 180 չէ, մի քիչ ավելի բարձր 180-ից, յուղաթերթիկ ենք դնում, բնական է, ու չափը ընտրում ենք, արնակը միշտ շատ մեծ է անում, ես ավելի, այս չափը ինձ համար ավելի Գոնե այս չափը լինեն, այդ մեծերը ստացվում են այսքան, այրա չափը, հետո կեսը ուտում ես, մի կեսը ձեռքդ բռնած մարդ ես փնտրում, ով կվերջացնի քո Չէ, դու ուտում ես բոլորը, այդպես է։ Ես եմ բոլորը։ Դու ուտում ես, այո։ Այդ մեծ ես անում։ Սպասի բապուտի լցնենք մեջը։ Այս կաթիլները հարիչով չեք անում։ Բանը վերցրա տվես հայտ սպաչուլան։ Դրանով եք խառնում, որ չկոտրատվեն, հատիկ-հատիկ մնան։ Կողքերը քերելով։ Ու այս խմորը գիտեք ինչն է լավ, սա կարող եք խմորը պատրաստել, դնել սառնարանում, մի շաբաթ, շաբաթ ու կես, 2 շաբաթ, հետո թխել, եթե ուզում եք։ Այդպես լավ մնում է։ Հատած։ Մեծ է սանում ուրեմն։ Կողքերը քերի, որոշեցինք փոքր անել, ավելի ճիշտ համոզեցի արի փոքր անենք, վերջում մի քանի հատը քո ուզած չափի կանես, դու էլ կուտես։ Իրարից մի քիչ հեռու եք դնելու, երևի սանտիմետրը սուրա, սանտիմետր ունենք, պետք չի սանտիմետր, հա քեզ պետք չի ասեմ մոտավորապես, որ իրար շատ չկպչեն, որ թխվեն կարող է կպչեն իրար, հիմա 2-2 դիր համենայն դեպս մարդ ես։ Քեզ մետր պետք չէր։ Քեզ մետր պետք չէր, այո, բասի, քեզ պետք չի, մեզ պետք է։ Համարյա 10 սանտիմետր, որտեղ մոտենալու են, որ թխվեն լայնանում են։ Okay, դու զբաղվի, ես էլ այս թաթերը կլվանամ, մի բան անեմ։ Հիմա վրան 3 հատիկ կամ քանի հատիկ ուզում եք, ով է հաշվում, որ սրանցից եք դնում, էլի պարտադիր չէ, բայց ուղղակի գեղեցիկ տեսք է տալիս, իմ կարծիքով ոնց որ դիզայն է, էլի։ Սրանք էլ արա, մեկ էլ աման բերեմ երևի, մնացածներն մեջը դնենք, մեծ կանենք մնացածներ։ Դնել դու շոկոլադները դիր վրան, մենք շուտ կվերջացնենք։ Մի անգամից 2 թավանել կդնեմ։ Սրանք հնարավոր է մի քիչ իրար կպչեն կամ էլ չկպչեն։ Այս չափը ես այնքան վաղուց եմ թխել սրանցից, բայց պետք է որ հազիվ իրար կպչեն։ Հետո մի հատ էլ վերջինը շատ մեծ կանեմ, այս մեկը մեծ քո ուզած կանենք։ Ուզում ես բոլորը լցրա։ Որոշեց շատ մեծ թխված քաբլիթ պատրաստել, հիմա տորտ պատրաստենք, պեչենի տորտ պատրաստենք, մեծ չափի, մի անգամ արել եմ, մի շերտը սրանից է արել, մյուս շերտը բաց գույնի, էլի թխված քաբլիթի բաղադրատոմսով 4 շերտով արել է, ահա որ կշտացնող, շատ խիտ տորտ էր ստացվել, որոշեցի չգրանցել, անցավ գնաց։ Արնակ այդ տորտ չի լինելու, այդ չգիտեմ ինչ է լինելու։ Համով է լինելու։ Համով է լինելու։ Թխելու ենք մոտավորապես 12-ից 15 րոպե։ Եթե իր չափն եք անում, այսքան մեծ, մի քիչ գոնե կլոր արա։ Կլոր են սարքում։ Այդ կլոր չի։ Զուա։ Չափը նշանակություն ունի, այս փոքրիկները 10-ից 13 րոպե կթխվեն։ Այն մյուս չափը երևի 20-22 րոպե, որ մի քիչ լավ թխվի։ Թխում ենք գարաժում, որովհետև հիմա տանը շատ շոգ է, այստեղ հələ չենք միացնում գազօջախը։
Գնացինք։ Արնակ, արեք դուրը բաց մայլիկիդ համար։ Երեխեք սենց մայլիկ են ասում իմ դայլով։ Շնորհակալություն։ Նոր նայում 13 րոպե թխեցի։ Այս կաթիլները, չակրեչիպերը, սուր ծայրը պետքա դեպի վեր դնես, որտեղ ինձ ավելի սիրուն ես, այս տափակ ա եղել։ Ձեզ մեջն աննելու։ Հա, ես օրինակ բարձր կդնեի, ճաշակին ընկեր չկա։ Տաք են, հիմա ուտել չի լինի, զգուշ չվարվես, տղես։ Դնում ենք սրած վրա, այս ցանցի վրա, սառում է։ Ինքը կդնի, ես էլ սուրճ կդնեմ։ Այսքան բան հեշտ ու պարզ բաղադրատոմսեր, շատ հեշտ է պատրաստում ու շատ համեղ թխված քաբլիկներ են, հաջորդ օրն էլ է շատ համեղ ուտվում։ Սուրճը պատրաստ, որ մնան, այո։ Որ մնան շատ համեղ է։ Մեր սուրճն էլ կխմենք, այդքան բան, ապրեք, որ դիտեցիք, կհանդիպենք, արդեն հաճախ ենք հանդիպելու մեր աղմկոտ խոհանոցում։ Շատ տող ես, կվարվես։ No? Այո, շատ տաք է։ Ես լավ կխրվում է։ Տաք է։ Հետո որ բերանդ վարես, տաք է։ Ասեցի, չէ։ Այդ ենց արինում, երբ որ չեն լսում։ Կան տակ չի։ Հիմա Քո համար տաք չի, քո համար ինչ կա։ Մաման ուտի, տաք է, տող ես, փչեմ ուտես։ Էդան։ Հələ մի քիչ տաք է։ Այդ վրայի շոկոլադն է տաք մնացել։ I don't want to eat it right now. Դրա համար սպասի 2 րոպե, սեղաններ կեղտոտեցի։ Անդիրա։ Բայց մեծ ավելի լավ է։ Մեծը շատ լավ է լինելու։ Մեծը ամենահամունն է լինելու։ Mom, now is it ready? Նոր է մասել։ Դասներ մաքրելուց հետո շնորհավորեցինք։ Գնացիր։ Okay, քո թխված քաբլիթը պահելու եմ քո համար։ Արդեն եղածել կլինի, տղես։ Հիմա ժամ չունեմ, ինչ վալանեմ։ Ամսեր սուրճը պատրաստ է։ Oh, I thought you weren't doing the video. Ինչ համով է եղել։ Տիրա, շոկոլադը մեջը ծորում է։ Մեր քեֆը